Էջմիածնի 2710-ամյակի առիթով Հայաստան էին ժամանել նկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Վաղարշաբաթի համայն կապետարանը միջազգային սիմպոզիում էր կազմակերպել եւ հոգացել, որ հյուրերը ոչ միայն վայելեն տոնը, այլև լինեն մեր երկրի գեղատեսիլ վայրերում եւ 3 օր ստեղծագործեն բաց երկնքի տակ։ Սիմպոզիումի ընթացքում արված աշխատանքները ցուցադրվում են Էջմիածնի մշակույթի պալատում։ Ինչքան աշխատանք էստեղ կա, այդ աշխատանքների հիմնական մասը արված է շատ անկեղծ, առանց ձև թափելու, առանց նկարիչ խաղալու, այսինքն ով ինչ հնարավորություն ունեցել է այդ օրվա պահի համար, տենց էլ ստեղծել է այդ բաները։ Դրա համար շատ անմիջական լավ ստեղծագործություններ են ստացվել։ Նկարիչ դիզայներն արտասահմանցի գործընկերներին եւ մտքեր է փոխանցել եւ ինքն է վերցրել նրանցից։ Ասում է, անկեղծությունը պարզության մեջ գեղարվեստի անհատակ խորությունն ու կաղապարներից դուրս ծնված գործերն են, որ դիտողին գամում են կտավին եւ բաց չեն թողնում։ Իր վրձնած սրբավայրերն ու խաղողի այգին օրինակ պարզության մեջ են գրավիչ։ Կեսօրից հետո թվում էր, թե մի քիչ լարվածությունը մեծացել է, արդեն հոգնել ես, բայց դեռ չես վերջացնում եւ տեսա, որ ծառերից ընկել են ստվերները ստերևների ձևով իմ նկարի վրա ես հենց այդ ստվերները ֆիքսեցի որպես այդ պահին ես հասկացա որ այտենց է ուզում այդ նկարը Նկարիչները ստեղծագործել են Սաղմոսավանքի, Օհանավանքի եւ գինեգործական ընկերություններից մեկի խաղողի այգիներում։ Մերոնք արտասահմանցի գործընկերների մոտ անհարմար են զգացել եւ գրեթե ամենուրեք աղբի թափոններ են տեսել։ Միջև բուն գործին անցնելը նախ աղբն են հավաքել։ Կոտրված ապակիների բեկորները հավաքելիս նկարիչ դիզայներ Ներսես Մելիքյանի մոտ նույնիսկ միտք է հղացել դրանք օգտագործել իր ստեղծագործության մեջ եւ բնությունը կազատի աղբից եւ ծնունդ կտա նոր կտավի։ Հավաքեցի այդ ապակիները, ասենք կանաչա, մուգ կարիշնվիա, բաց կանաչա, չգիտեմ, սպիտակին խփող այս ապակիներով փորձեցի ստեղծեմ, կառուցեցի ծառս ապակիներով, համ միջավայրը մաքրեցի, համ դարձավ իմ համար հետաքրքիր մի ստեղծագործություն, թափուն հասկացողություն իմ մոտ չկա, նույնիսկ արվեստանոցում եթե ինչ-որ մի բան ավելանում է, ես դրանք ծեփում եմ կտավի վրա, հետո վերածում եմ արվեստի գործի։ Նույն տրամաբանությամբ օգտագործել են նաև փայլաթի թեղը, արծաթափայլի եւ սևի համադրությունը նկարչի մոտ նոր շարք սկսել ու գաղափար է հասունացրել։ Ստեղ կա Դալիի հեղինակային ստորագրությունը։ Սալվադոր Դալիի ստորագրությամբ գրաֆիկական լիտոգրաֆիաներն էլ ցուցադրվում են Վաղարշաբաթի համայնքապետարանի նախասրահում։ Սահմանափակ քանակությամբ տպագրված լիտոգրաֆիաներից 7-ը Ներսես Մելիքյանի անձնական հավաքածուից է։ Թե որ նկարից քանիսն է Դալին տպագրել եւ իր ստորագրությամբ բազմացրել, նշված է նկարների տակ։ Արվել է 250 հատ, սա 89-րդ համարն է, 89-րդն է, այսինքն 250 օրինակի 89-րդն է, ու վերջ, մոլորակի վրա գոյություն չունի այս նկարից։ Հիմա մեզ բախտավիճակվե հավաքենք այդ ստեղծագործությունները տարբեր համարներով։ Բոլորի տակը անձամբ Սալվադոր Դալին ստորագրել է, բոլոր նկարները օրիգինալներ են, համարակալած որ երրորդ համարն է ինքը։ Ի տարբերություն սիմպոզիումի ընթացքում արված նկարների, որոնք դեռ երկար կցուցադրվեն մշակույթի պալատում, Դալիի գրաֆիկական լիտոգրաֆիաներն արդեն հավաքել են։ Այցելուները մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ են ունեցել դրանք վայելելու համար։ Հայկուշ Ասլանյան, Հայկ Պետրոսյան, լուրեր։